Ասում ենք, որ ինքը 10 հոգու կյանք է փրկել դրանով, բայց այդ 10 հոգու կյանքը բազմապատկած իրականում մեր կյանքն էլ է դրա մեջ, որովհետև յուրաքանչյուր զինվոր իր կյանքով պաշտպանում է մեզանից յուրաքանչյուրը ու հետևաբար այն 10 հոգու կյանքը, որ ինքն էր փրկել, 10-պատիկ ավել է իր կատարած գործը, որովհետև հավաքական իմաստով այդ 10 հոգին ամբողջ հայ ժողովուրդն են իրականում։ Մաշտը տվել է իր համար ամենավերջինը իր կյանքը եւ բոլոր քրիստոնյաների պարտքն է նման մարդկանց գնահատել եւ հիշադակել, որովհետեւ քրիստոնեությունն ինքն ասում է չկա ավելի մեծ սեր, երբ որ մեկը իր անձը ուրիշի համար տա։ Եվ փաստորեն այսօր ես ուրախ եմ, որ մեր ազգի զավակն է այդ մեկը, ով իր կյանքը իր ընկերների, իր զինագիցների համար տվել է եւ որևէ մեկս պարտավոր ենք հիշելու եւ նաեւ Աստծոց խնդրելու տվյալ մարդու հոգու լուսավորության եւ հոգու անմահության համար։ Հեռու լինելով Երևանից, հեռու լինելով մեր հերոսի ընտանիքից, թե գործընթացներից, որոնք Երևանում գնում են, մենք ուզեցանք նաեւ անպայման նաեւ մեր քաղաքում ունենալ, որտեղ նման արարքների հաշվին է, որ Գյումրին եւս հանգիստ քնում արթնանում է եւ մեր հողու ջուրը պահվում է նման սխրագործությունների հիմքի վրա։ Անձամբ իմ համար այսօր այս միջոցառման մեջ երկու հատ բան կա, գործոն է այստեղ գտնվել ու առաջնահերթ իրարպես մեր հորոսի հիշատակը լուսավորելու մեր քաղաքում գործոնն է եւ երկրորդ հերթին նաեւ ինչ որ կոչ է որ սխրագործություններով խրամատներ պահելը այսօր արդեն 21-րդ դարի տեխնոլոգիական զարգացման շրջանում մի քիչ բան է դարձել։ Այսինքն մեր զինվորներին իրապես պետք են նորագույն տեխնոլոգիապես զինված միջոցներ